Ողջույն սիրելի հետևորդներ, ողջույն նրանց, ովքեր հենց հիմա պատահաբար միացան իմ ալիքին ու նայում են իմ տեսանյութը։ Այսօր իմ ալիքում խոհանոցային անկյուն է եւ ես պատրաստում եմ աշխարհի ամենահամեղ խմորեղենը։ Մածունով գաթա եմ պատրաստում, լրիվ տարբերվող բաղադրատոմս, յուրահատուկ խորիզ է, որ համոզված եմ ոչ ոք նման խորիզով չի պատրաստել։ Եթե նկատում եք մուգ է գույնը, որովհետև խորիզը ընկույզով է։ Իսկ թե ինչպես եմ պատրաստում խորիզը, դուք կտեսնեք տեսանյութում։ Դե ինչ, շտապեցինք խոհանոց պատրաստելու այս հրաշալի գաթան։ Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են ալյուր, մածուն, մի մասը ես թթվասեր եմ ավելացրել, կարագ, աղ, սոդա և ձու։ Սկսենք պատրաստել։ Նախօրոք առանձին տարայի մեջ լցնում եմ մածունը, որի վրա ավելացնում եմ սոդան, մի փոքր էսպես խառնում եմ և թողնում եմ մինչև աշխատի։ Ուրիշ թասի մեջ ավելացնում եմ ալյուրը, իհարկե մաղում ենք թթվածնով, հագեցնում ենք ալյուրը և ալյուրի վրա արդեն ավելացնում եմ աղը, որից հետո էլ սենյակային ջերմաստիճանի կարագ։ Այս բաղադրատոմսում կարագը սառը չէ, այն չենք քերելու, այսպես շատ ավելի լավ է խառնվում ալյուրի հետ և արդեն փշրվում է, ուրեմն պատրաստ է։ Այնքան ենք տրորում, մինչև այսպես լինի, այսինքն լավ խառնված լինի։ Գրեթե պատրաստ է, հիմա փոս եմ անում և այս փոսիկի մեջ մածունն եմ լցնում, որը ծավալով արդեն շատացել է։ Որից հետո արդեն մեկ ձուն նախօրոք հարել եմ և արդեն հարած ձուն եմ ավելացնում։ Այս ամենը պիտի լավ խառնեմ, մինչև միատարզանգված ստացվի և ձեռքերին չկպչող խմոր ստացվի։ Շատ փափուկ խմոր է ստացվում։ Ի դեպ, ալյուրի որակից կախված կարող է ալյուրի չափը փոփոխվել։ Դուք քիչ-քիչ ավելացրեք և արդեն կտեսնեք ձեզ մոտ ինչպես է ստացվում խմորը։ Տեղափոխում եմ խմորը աշխատանքային գորգի վրա և այստեղ ավելի հարմար է։ Ի դեպ, շատ չենք տրորում, այնքան մինչև որ տեսեք ստացվի նմանատիպ խմոր, շատ փափուկ լավ խմոր է ստացվում։ Իմ ալիքում մածունով գաթայի բաղադրատոմսեր էլի կան։ Հղումները կթողնեմ տեսանյութի տակ, կարող եք նայել։ Յուրաքանչյուրն էլ համեղ, հեշտ ու լավ տարբերակ է։ Ահա տեսեք ինչքան փափուկ խմոր ստացվեց, որից հետո արդեն խմորը բաժանելու եմ 3 մասի։ Պատրաստում եմ 3 գունդ, որոնք էլ սննդային թաղանթով փաթաթում եմ և դնում եմ սառնարան։ Եթե ձեր խոհանոցը սառն է, կարող եք խոհանոցում թողնել։ Եթե արագ եք ուզում ստանալ, շուտ պատրաստել, մինիմում 20 րոպե պետք է հանգստանա խմորը, բայց ես երկար եմ թողնում, դնում եմ սառնարան, այդ ընթացքում մինչև կպատրաստեմ խորիզը, թե ինչքան ժամանակ կտևի, կախված է արագությունից։ Ահա և խորիզի համար անհրաժեշտ բաղադրիչները։ Քունջուտի սերմեր եմ վերցրել, վանիլին, ալյուր, շաքարավազ, ընկույզ և կարագ։ Տեսեք որն է խորիզի գաղտնիքը։ Ինչպես հալվան ենք պատրաստում, տաք թավայի մեջ լցրել եմ ալյուրը, խառնում եմ այնքան, մինչև որ գույնը փոխի, ավելացնում եմ կարագը, նորից խառնում եմ։ Հալվայի նման տապակելով ալյուրը, շատ ավելի համեղ խորիզ ենք ստանում։ Կարագը մի լավ խառնում եմ ալյուրի հետ, տապակում եմ և վերջնական երբ պատրաստ է լինում, վերցնում եմ գազօջախից։ Այդ ընթացքում մանրացրեցի նաև ընկույզը, որ էլի պատրաստ է։ Հիմա առանձին ամանի մեջ լցնում եմ արդեն տաք վիճակում ալյուրը և որի վրա էլ ավելացնում եմ շաքարավազը, որն էլ ավելի հեշտ է հալվում և արագ է ստացվում այսպես։ Մի լավ խառնում ենք, կարելի է նաև ձեռքով խառնել, ինչպես կկամենաք։ Լավ խառնելուց հետո, երբ տեսնում ենք, որ լրիվ հալվել է շաքարավազը կամ գրեթե խառնվել է, միգուցե դեռ էլի շաքարավազ կա, ավելացնում եմ վանիլինը, նորից խառնում ենք անընդհատ խառնելով, վերջում ավելացնում ենք ընկույզը,
Էլի մի լավ խառնում ենք, մինչև որ նման ձևով ստացվի։ Ահա, ուրեմն պատրաստ է։ Հիմա 2 դեղնուց, ես մեկը մոռացել եմ նկարել, 2 դեղնուցի վրա ավելացնում եմ արևածաղիկի ձետ և կաթ։ Մի լավ խառնում ենք, դնում ենք մի կողմ։ Հիմա բացում եմ արդեն առաջին գունդը, որն էլ հենց կլոր գաթա եմ պատրաստելու։ Կրկնակի օգնությամբ կլոր ձև եմ տալիս, վերջնական տեսքը սա է։ Եվ արդեն ավելացնում եմ խորիզը։ Որը աչքաչափով բաժանել եմ 3 մասի, խորիզը կենտրոնում եմ տեղավորում, եզրերում խորիզ չեմ տանում, այսպես ձեռքերով լավ սեղմում եմ և արդեն այդ փեշերը հավաքում եմ և ստանում եմ նման տարբերակով, որից հետո նորից կրկնակում եմ, որպեսզի էլի գեղեցիկ կլոր տեսք ստանա։ Անցքեր եմ անում խմորի վրա, որպեսզի թխվելու ընթացքում հավասարապես բարձրանա գաթայի երեսը։ Պատառաքաղի օգնությամբ ձևավորում եմ երեսը և արդեն ավելացնում եմ դեղնուցը և քունջութի սերմերը, որից հետո դնում եմ ջեռոցը, կախված ջեռոցի հզորությունից ժամանակը և տևողությունը տարբեր է լինում։ Ես կգրեմ իմ ջեռոցի տարբերակով։ Եվ այսպես արդեն պատրաստ է, դնում ենք ջեռոցը, մինչ կթխվի առաջին գաթան, ես հանում եմ երկրորդ գունդը սառնանից և արդեն գրտնակի օգնությամբ բացում եմ, նման տեսք եմ տալիս։ Խորիզը բաժանում ենք խմորի վրա հավասարապես, վերևի հատվածում տեղ ենք թողնում և փաթաթում եմ նման տարբերակով։ Ձեռքերով կամ գրտնակով հարթեցնում ենք, որից հետո արդեն կտրատում եմ ձևավոր դանակով։ Սկզբում եռանկյուն ձևի, երկրորդ տարբերակում ուղղանկյուն։ Դուք ինչպես կկամենաք։ Սիրելի հետևորդներ, սա լորվա և տաուշի բաղադրատոմս է։ Մեր տատիկները նման ձևով են պատրաստել։ Միգուցե այն մոռացվել է, բայց նման խորիզով և նման խմորով գաթան ստացվում է անչափ խրթխրթան և շատ փխրուն։ Չեն չորանում ինչպես մյուս մածունով գաթաները, շատերը բողոքում են, չէ՞։ Ուրեմն պատրաստեք և ինքներդ կհամոզվեք։ Ահա տեսեք ինչքան ախորժելի գաթա ստացվեց, ինչքան գեղեցիկ կտորներ են ստացվել։ Հիմա մատուցում եմ և արդեն փորձենք իրոք այդպես է ստացվել այս անգամ, թե ոչ, չնայած կասկած չունեմ։ Տեսեք ինչքան գեղեցիկ են, կարմնաթուշիկ գաթաներ եմ ստացել, չգիտեմ ինչպես է երևում էկրանից այդ կողմ գույնը, բայց հրաշալի են։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա համար այս հրաշք բաղադրատոմսը ձեզ ներկայացրեցի։ Կհանդիպենք, առողջ մնացեք, լավ մնացեք ինձ հետ։ Տեսեք, թե ինչքան լավ է խորիզը կպած գաթայի շերտին։ Անմահական է համը։ Անպայման պատրաստեք։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։